Չեմ ուզում հավատալ, այսպես ասեմ։ Պարոն Ղազարյան, խոսենք նաև երեքօր առաջ Դաշույն կապիտալի կողմից ներկայացված դիմումի մասին։ Ուզում եմ հասկանալ, եթե այս անգամ ներկայացված դիմումը հայտարարական քայլերի ինչպես են լինել, արդյոք այդ դիմումները։ Մեզ համար այս պահին շատ կարևոր նշանակություն ունի, որպեսզի ժողովուրդը ճիշտը տեսնի։ Գիտեք, տարիներ շարունակ այսպես միայն եւ միայն ձեր միջոցով է ինչ-որ բան տեսել։ Իշխանությունը մատը մատին չի տվել ճիշտը ցույց տալու համար։ Մենք ժողովրդին ուզում ենք բացատրենք, որ սա եւ ինչի համար ենք պայքարում։ Այսինքն, եթե լավ, ինչ որ բացատրություն պետք է լինի, ասում են տարվա վերջ։ Իմ իմանալով հաշվարկային տարին ավարտվում է նոյեմբերին, այս սակագնի հարցում, այսինքն նոյեմբերինը արդեն գնում է հաջորդ տարվա։ То есть հոկտեմբերը վերջի ամիսն է։ Էլ չեն կարող ասել, հա, միջև տարվա վերջ տեսնենք ինչ է։ Իրենց խաղաքարտերն ենք մենք խառնել։ Չեն պատկերացնում, հաշվի առնելով իրենց հեքիաթների, այսպես հորինելու ունակությունը կարող են մի բան հորինել, բայց խելքին մոտ ոչ մի բան չեն կարող հորինել, որ չիջեցնեն։ Էլ չեմ ասում շուկայի այդ շուկա ստեղծած ինչի համար են ստեղծել, կլինեն քրեական գործերով ինչքան ստացավ, ինչի համար ստացավ, ինչի բերեցին էներգետիկայի ոլորտից այդքան գումար հանեցին, որը կարող է լուրջ սակագին զսպել։ Այդ ամբողջը քննության արդյունք առարկա պետք է լինի։ Այսինքն դրանք վստահ եք, որ չեն կարող։ Չէ, ես ինչ որ բան տրամաբանություն ունեցող պատճառ չեն կարող գտնել մերժելու, իսկ անտրամաբանական ինչքան ուզեք։ Պարոն Ղազարյան, տեսեք, իշխանությունը մասնավորապես Ռոման Պետրոսյանը ու այլ քպական պատգամավորներ իրենց քարոզչությունն այն համատեքստում է, որ հեծը այդ վարչական վարույթի ավարտին ընդառաջ է այս հայտարարությունները անում ու դες մեղադրում են մարդկանց աչքերին թոս փչելու մեջ եւ մանիպուլյացիոն հայտարարություններ անելու։ Ուզում եմ ձեր գնահատականը լսեմ այս քարոզչության վերաբերյալ իշխանության։ Ում եք էլ դուք անցած անգամ ասացիք, որ քաղաքական պատվեր կա եւ վարչական վարույթի որոշումներ լինելու, որ լիցենզիայից զրկվում է։ Ես ուզում եմ հասկանալ, եթե լիցենզիայից ամեն դեպքում հեծը զրկվում է, ինչ որ կոլապս առաջանալու է, դա ենթադրում է, որ կարող է խնդիր առաջանալ, թե ոչ։ Կոլապսը մի քիչ կարող է կոպիտ է ասված, բայց այսօր արդեն ես հեծի գործունեության այդ վատթարացումը տեսնում եմ։ Լինելով 20 տարի համակարգի մարդ, տեսնում եմ վատթարացումը, ավելի է վատանալու համոզված եմ, Աստված տա սխալվեմ, որովհետև ես չեմ ցանկանում մեր ժողովուրդը այսպես իրանց նյարդերով, առողջությունով, ամեն ինչով վճարի ինչ-որ մի փոքրիկ խմբակի կատարած գործողությունների համար։ Աստված տա սխալված լինեմ, բայց հաշվի առնելով իրենք ինչպես են կառավարում պետությունը, կարծում եմ, որ ստեղ էլ են նույնը կառավարելու ավելի վատ։ Երկրորդը քաղաքական պատվերի մասին հիշում եք, երբ որ անգամ էներգետիկայի մասին օրենքի փոփոխությունները երկրորդ ընթերցում չանցած, կառավարության ղեկավարը հաստատեց հեծը ազգայնացվելու է, եթե չեմ սխալվում։ Հասկանում եք ինչի մասին ենք խոսում։ Այսինքն դրանից հետո պետք է երկրորդ ընթերցում անցներ։ Դրանից հետո պետք է նախագահը ստորագրեր։ Միգուցե նախագահը չէր ստորագրում, ուղարկում էր Սահմանադրական դատարան սահմանադրականությունը ճանաչելու։ Դրանից հետո պետք է տարածքային կառավարման նախարարություն հաղորդում ներկայացվեր։ Դրանից հետո պետք է հանձնաժողովի նախագահը միանձնյա որոշեր վարույթ հարուցեր, որոշեր վարույթի սահմաններում այդ պատժամիջոցը ընտրեր կառավար։ Այսինքն այս ամբողջ գործողությունները չարած եղել է հայտարարություն։ Կարող եք ասել, ես ինչու չպետք է ունենամ հիմնավոր կասկած, եթե ոչ համոզմունք, որ դա քաղաքական պատվեր է։ Եվ այսօրվա գործունեությունը։ Հանձնաժողովի նախագահը ասում է վարույթը չավարտվի, միջև վարույթը չավարտվի, ես բան ասում են տնօրենների խորհրդի նախագահի ստացածը եղբայր մտնում է սակագնի մեջ, թե ոչ, ինչ կապ ունի դա վարույթի հետ։ Վախում ես, ասես չի մտնում։ Վախումա չէ, փաստորեն։ Որովհետև չի մտնում իրականում տնօրենների խորհրդի ստացած գումարը սեփականատերը տնօրենների խորհրդի ինքն է ձևավորում, ինքն էլ վճարում է։ Այդ ոչ մեկ չի կարող արգելել։ Բայց երբ որ հարցնում ասում են գլխավոր տնօրենի աշխատավարձը դուք եք սահմանում, ասում չէ, ես չեմ սահմանում, ես ընդհանուր աշխատավարձային ֆոնդ եմ սահմանում։ Այս երկակի ստանդարտները ասենց ինքնա ոչնչացումով երիտասարդ տարիքում լավ ինչ են զբաղվում։ Ինչի Պարոն Ղազարյան, վերջերս հեծի ժամանակավոր կառավարիչ Ռոման Պետրոսյանը
հայտարարություն արեց, որտեղ մասնավորապես նշում է, որ հեցի նախկին կառավարիչները մեքենայությունների միջոցով արհեստականորեն նվազեցրել են էլեկտրաէներգիայի բաշխից ցանցում առկա իրական կորուստների ցուցանիշները, դրանք փորձելով տեղավորել ՀՑԿՀ-ի կողմից պահանջների մեջ, հաստատված առավելագույն շնորհիվ պահանջների մեջ, եւ միայն մեր կողմից իրականացված բացահայտումների շնորհիվ են հեծում սկսվել արձանագրվել կորուստների շեշտակի աճ, որպես բաշխից ցանցում առկա իրական տեխնիկական վատթար վիճակի արդյունք, առավելագույնս մոտ իրական ցուցանիշներին, եւ այս փաստերի հիման վրա քննչական մարմիններում արդեն նախաձեռնված են մի շարք քրեական վարույթներ, այժմ իրականացվում է նախաքննություն։ Մեզ հետաքրքիր է ձեր մեկնաբանությունը սրա վերաբերյալ։ Իրենք սրանով երկու հարց են լուծում, նախ չի ասում կառավարիչներին, չգիտեմ, ուզում է իր հետ նույնականացնի, մենք կառավարիչներ չենք եղել, մենք եղել ենք, ունեցել ենք գլխավոր տնօրեն, ես եղել եմ տեղակալ իրացման հարցերով եւ այլն եւ այլն։ Հա, դե կառավարիչ ինքն իրեն է փորձում այդպես, իբրև թե կառավարիչը նորմալ է, հիմարություն է դա, որը մի խոսքով եղավ օրենքով։ Երկու հարց է փորձում լուծել, նախ առաջինը մեզ, այսպես ասած, կռվեցնել սեփականատերերի հետ։ Երկրորդ հարցը փորձում է նույն թոս փչելը, որ ասում էր մեր լրագրողը, ուզում է թոս փչել ժողովրդի աչքին։ Տեսեք, համակարգը ոնց է բաղկացած, որպեսզի հասկանալի լինի համակարգված գործունեություն, ինչ պետք է լինի, մի երևույթը լինի ամեն տեղ։ Հիմա այս պարագայում իրենք չեն կարող դա հիմնավորել։ Իրենց երազանքն է հասնել ինձ, անկեղծ ասում եմ, որ ես չխոսամ, իրենց չթիրախավորեմ օբյեկտիվ առումով։ Հիմա ինձ հասնելու համար պետք է, չգիտեմ, բոլոր մասնաճյուղերում պարզվի, որ ես հրահանգ եմ տվել ինչ-որ մեքենայություններ անել։ Իրենք 1-2 տեղ թերությունները գտնում են, տասնապատկում, հարյուրապատկում են եւ ասում են, տեսեք, sense բան գտանք։ Լավ, այսինքն ունենք 8 թե 9 մասնաճյուղ, ես մի մասնաճյուղի 2 ցանցին ասեցի գնացեք sense բան արեք, մնացածին ասում մի արեք։ Իսկ հակառակ դեպքում գնում են ցանցում ստուգում են, ցանց կա, օրինակ, դե ցանցը գիտեք որն է, կա մասնաճյուղ, որի մեջ ներառված են ցանցերը, այսինքն մարզեր են, այդ շրջանները մեջը ներառված։ Ոչ մի բան, անգամ իրենք իրենց մեջ խոսալուց, ասում լավ գնանք ինչ պատասխան տանք, բան չենք գտել։ Պատկերացնում եք ուր ենք հասել։ Այս պարագայում արդեն համակարգվածությունը չեն կարող բերել։ Ինչ վերաբերում է կորուստների աճին, իհարկե սենց էլ պետք է լիներ։ Դրա համար ունենք պետություն, ունենք նախաքննական մարմիններ, ախր իր յուրաքանչյուր ասածը անկախ իր նյութը ուղարկելուց, այդպես իրավաբանները գիտեն, որ դա համարվում է հաղորդում հանցագործության մասին։ Միջոց լրատվամիջոցներումն էլ որոշակի ինֆորմացիան թեկուզ Facebook-ով, չէ՞, հիմա ոնց է որ մեկը գրում է ինչ-որ բան վերաբերվեց ընդդիմադիրին, միանգամից 2-3 օրով գնում են ձերբակալելու։ Հիմա այս պարագայում անկախ իր այսպես նյութեր ուղարկելուց պարտավոր էր դատախազությունը նախաձեռնել։ Մենք ասում ենք, գթեք, մենք ենք խնդրում։ Գթեք, հասկանանք ինձ ով է խաբել, սեփականատիրոջն ով է խաբել, ես մեղավոր եմ, գթեք, բերեք փաստերով դրեք, ասեք Ղազինյան Դավիթ, դու մեքենայություններ ես արել, խաբել ես սեփականատիրոջ։ Այդ պրիմիտիվ, չգիտեմ, երևի թե իրենց հաշվարկների մեջ մի քիչ մեզ այլ կերպ են վերաբերվում, դրա համար այդ հաշվարկներն են։ Իմիջիալոց, որպեսզի արդարացնի իր ասածը, վերցնում պարգևատրում է տալիս կորուստներ աճած ցանցերի պետերը, ղեկավարները։ Այսինքն այն մասով, որ այ դուք իրական ճիշտ։ Ես հենց հիմա որ ցանցում ինքը գրել էր 18%, գնամ նստեմ այդտեղ, առանց գլուխ գովալու, խնդրում եմ սա համարեք որպես երկար տարիների փորձի արդյունք։ Գնամ նստեմ այդտեղ 2 ամսվա մեջ ապացուցեմ, որ սուտ է խոսում։ Ուղղակի ստախոս, պարզ, ուրիշ բան չկա այդտեղ։ Ես անձնական երբևիցե չեմ փորձել մտնել դաշտ, հիմա էլ այսպես լավ քաղաքական խոսույթով ասեմ ստախոս։ Ինչ նշանակում դա իրական կորուստ է։ Ես պատրաստ եմ հիմա գնամ նստեմ, ապացուցեմ, որ դա իրական կորուստը չի։ Իրենց վատ աշխատանքի արդյունքում են այդ կորուստները բարձրանում։ Եթե բերել են իրենք տեսել եք, մենք այդ սխեմաները նույն վերահսկողականի էջով ցույց ենք տվել, չէ՞, վերևից ներքև ում են նշանակում։ Բացեք նայեք։ Ոնց եք պատկերացնում, այդ մարդիկ գան ու շատ աշխատակիցներ կամ մեր քաղաքացիներ արդի շոկ տվեն։ Հնարավոր չի այդպես։ ABC News, TV5 եւ Հայք News։ Պարոն Ղազիմյան, ես այդ դրական եւ բացասական գործոնների մասով ուզում հարցնել։ Այդ 5 կետանոց հրապարակման 4-րդ կետում ասում եք միայն 6 միլիարդ ռուբլի հիման վրա չի կարելի իշխել 3
դրամը, հստակաբար կարդացել եք, բացասական եւ դրական բազմաթիվ գործոններ կա, որոնք պիտի հաշվի առնեն։ Իրենք դա պատրաստվում են հաշվի առնել մինչև տարվա վերջ ու տարվա վերջ նոր հայտարարել, արդյոք կլինի սակագների իջեցում, թե ոչ։ Այդ մասով ձեր անդրադարձը որոնք են այդ բացասական եւ դրական գործոնները, որոնք Տեսեք, համակարգը բաղկացած է ոչ միայն հեծից, չէ՞։ Համակարգը բաղկացած է ատոմակայանից, շատ կայաններից, որոնց հիմնական մասը միջոցից ասեմ պետական։ Նույն բեցից, որտեղ հիշում եք, ինֆորմացիա եղավ, որ միլիարդավոր բանի այդ վերահսկողական ծառայությունը, չգիտեմ, բեցի վրա պետք է որ հսկող լիներ, չէ՞, որ այդ չարաշահումները չլիներ, բայց շատ լավ հսկելու համար բերե կառավարը չեն նշանակի, նորմալ է իրենց բարակայում։ Հիմա այդ ինչ ենք մենք հանձնաժողովին ասում, այնտեղ նամակի մեջ հիշում եք գրել ենք, որ հաշվի առնելով, որ հանձնաժողովն է տիրապետում ամբողջ ինֆորմացիային, այսինքն բալանսին, որովհետև կարող է հեծում շահույթ առաջանալ, ինչ որ միտեղ բացասական լինել։ Այսինքն, որպեսզի էներգետիկայի կամ պետքա սրա հաշվին իջացնեն եւ հայտարարեն, որ հեծի հաշվին կարելի է իջացնել, հեծի այս պայն առաջացած շահույթի հաշվին, բայց այս մի արտադրող կայանի պատճառով չեն կարող բարձրացնել։ Թող ստացվի, որ նա իջնում էր, սա զսպեց իր վնասով։ Պատկերացնում եք, ու նույն այդ հմեկի ռեպորտաժի մեջ հանձնաժողովը իմջած ասեմ, այդ աշխատակցին շատ պրոֆեսիոնալ եմ համարում, երևի թե նայել է ստիպված այդպիսի բաներ հայտարարում, ասում է, հեծը թող միանգամից դիմեր հայտ տար իջեցման։ Եղբայր, մենք նամակի մեջ նշում ենք, մենք ամբողջ համակարգը չենք պատկերացնում։ Մենք ասում ենք, այսքան առաջացած շահույթ կա, արի քննարկում կազմակերպենք, դու հասկացի տես ամբողջ համակարգով կարող եմ ես իջեցնել, թե ոչ։ Այս վերջում էլ մի հատ դարակազմիկ հայտարարություն էին, այդ վերջի կետներ, եթե չեմ սխալվում, եթե հեծ ուզի ինքը իրենով կարող է իջեցնել սակագին, այդ նոր գյուտն էլ թող բացահայտեն, էլի ոնց է լինում։ Իմանալով միայն հանձնաժողովը իրավունք ունի սակագին բարձրացնել կամ իջեցնել։ Եթե նկատի ունի հայտը, իհարկե հայտը մենք ենք տալիս, բայց նաև հանձնաժողովը կարող է իր նախաձեռնությամբ դա անել կամ չանել։ Հերթական մեխանիզմը Իսկ ինչ կասեք սակագնի իջեցման դեպքում այն հակադարձման մասին,